Oscar. Ով է ճանաչում։ Ես։ Ով է սիրում։ Ես սիրում եմ սիրում։ Էլի կարելի է։ Oscar. Ինչպես տեսնում եք ես Oscar. Կալորնեյո։ Ոսկան չէ, ոսկոր չէ, ոչկար չէ, Oscar։ Իրականում շատ պատահական է ընտրվել այդ մասնագիտությունը, ես մասնագիտության դերասան եմ, դեպի ռեժիսոր։ Անկեղծ կլիներ, այդ ժամանակ չունեի աշխատանք։ Սոված, մատկս է ուժում։ Այդ մատիկ ուտելով է քրի կարան անի պայ։ Մատիկ ուտելով չես կարող անի պայ, դրա հորից պետք է աշխատանք։ Ու ես ունեի նա գյումրեցին է, պարամիլը, ասեց, աղջան, բալի կեզի կանեք բունգունիկ։ Ասեց, ինչ է բունգունիկը։ Ասեց, լավ տեղ է, այն երուսին է, որտեղ կարաս լավ փող աշխատել։ Ասեցի տար։ Ես գնացի այնտեղ, ընդունվեցի աշխատելու ու մեկ ամիս հետո ես պետք է ուրախացնեմ փոխնիկներ։ Ու այդ օրվանից ես սկսեցի աշխատել բունգունիկների։ Պետք է կատակացնել, իրեն պետք է ունենալ հումորի զգացում, պետք է ունենալ որոշակի հմտություններ։ Օրինակ, ձեզանից ով կարող է մեկ ձեռքով ծաղկալ։ Ես։ Օգտագործելով միայն մեկ ձեռքը։ Ես։ Լսում եմ, նայում եմ։ Սովորեցնում եմ։ Այն որ ասում եք հմտություններ, հենց սրա մասին եք խոսում։ Դա բայց ծաղ չի, դա չտայ, սա ծաղ։ Երկրորդ հմտությունը ծափահարությունների ու բերանի միջոցով ստեղծել երաժշտություն։ Օրինակ, իրոք է։ Նրանք ունենում են գրի, մեյքափ։ Ունավոր ներկում են աչքերը, թիթիկը, բերանը և դառնում է ծառացում։ Հիմա պարտադիր չի, բայց ցանկալի է, այո։ Օրինակ ես չեմ օգտագործում դա, որովհետև ինձ խանգարում է հաճախ ընկնում է ու երբ հələ պատկերացեք երբ ոգել վրայով անցնում ես հիմնականում օգտագործում եմ սպիտակը և կարմիրը պարտադիր հայրի դա ծանձը լրացիկ մի ժամանակ սա ինքից էր ես սկսում եմ մատիկով որովհետև ինձ հարմար է մատիկով քսել երկրորդ փուլը կարմիրով ավարտին հասցնել։ Կադար չի մեջի կավ։ Բումումիկ ընկերության, այնտեղ որտեղ որ ես աշխատում եմ, բումումիկ լսել եք այդ ընկերության։ Բումումիկ ընկերության ամենակարևոր առաքելությունը հեքիաթային գույները վերելն է երեխայի ծննդյան տարելացին։ Դրա համար էլ մենք հակած ենք միշտ գունավոր որոշակի պրոբլեմներից ելնելով վատ վիճակում հայտնվում, բայց օրինակ եթե քո ծնունդն է դու մեղք չունես, որ ես անդրամադիր եմ կամ վատ եմ ինձ զգում։ Ես պարտավոր եմ այնպես անել, որ դու չզգացնի։ Օրինակ ես հիմա սոված եմ, ստամոքսս բայց ես եկել եմ ձեզ մոտ, որպեսզի ձեզ պատմեմ իմ աշխատանքի մասին, մի փոքրիկ ուրախացնեմ ձեզ։ Աշխատում եմ բումումիկում որպես սակրացում արդեն 13 տարի։ Այսինքն ձեզանի շատերը դեռ ծնված չէին, որ ես սկսեցի ես աշխատանք ինչու ծաղրացումները մեծ կոշիկները դա է, ամենը ծիծաղելու համար, բայց դա իմ կոշիկները մեծ չի։ Բայց իրականում կան ծաղրացումները կոշիկներ։ Դա ընդամենը ոչ է, որովհետև այդ կոշիկներով նայ, այս կոշիկներով երբ որ ես քայլում եմ նորմալ եմ քայլում։ Բայց երբ որ ծաղրացուի կոշիկ անում, արդեն ուզեք այս ես քայլում։ Անգամ քայլված կտեսի։ Այստեղ չես կարող, որտեղ կոշիկները մեծ է, ստիպած սենց, իսկ իրար այստեղ քայլելով իրար զգսվեն, դրա համար արդեն քայլում ես այս ծաղրացումները հիմնականում աշխատում են ժեստիկուլյացիայի վրա։ Օրինակ, եթե ուզում են լացել, եթե ինձ մոտիկ մարդ բայց եթե չտեսում
մեծություն ծաղրացում կանգնած ենք ինչի, որ հերվից տեսան դեսում եմ գայլ ինչի մամուրը Օսկար ես ինչ ես մոքեր ասեմ երբ որ ես որոշեցի դառնալ ծաղրացու թե ծաղրացու Սևակ ծաղրացու Արման ծաղրացու Գևամ այսինքն ինչ եք ուզում ձեզ ներկայացնել սովորական մարդկանց անունները հիմնականում ծաղրացուին չեն կոչվում, որովհետև դա մարդու անուն է։ Ծաղրացու էլի մարդ է, բայց պետք է անունը լինի կանչում, գերու, ուրախ։ Ինչի Օսկար, ասել։ Շատ պատահական է այդ անունը սնդրվել, երբ որ ես որոշեցի դառնալ ծաղրացու, ես մտածում էի ինչ անուն դնել ինձ, որ լինի համ հետաքրքիր, համ որոշակի առումով ծիծաղելու, ինչի ծիծաղելու, որովհետև ասում իմ անունը դերում է ասեցի մամա, ինչ դրեմ ծաղրացուիս անունը, ես այդ ժամանակ ունեի շուտ, որի անունն է Օսկար։ Ասում ինչ հիմա ժանակ անունն է։ Ասում հա էլի ինչի օրինակ Օսկարի անունը չդնեմ իմ վրա։ Ասի շնորհակալություն, ասես հաղթ։ Ասեմ։ Չէ, իրականում շատ լավ հարց է, խաղավարներ կան աղջիկներ, բայց ծաղրացուներ շատ քիչ կան, իրականում կան, բայց շատ քիչ։ Մեկնաբանեմ ինչու։ Ծաղրացու օրինակ, կարող լինի պոլերին թպրտականը աղջկան այն ամեն ինչը սարսական չի, որովհետև աղջիկը համեստ պետք է լինի, իսկ դնել հատակի աղջկա անելու բան չի դա։ Դրա համար հիմնականում մեծ ամասան ծաղրացուները